Փաստ թերթի տեղեկություններով նոյեմբերի 12-ին Հայաստանը ժամանելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին Թրամփ կրտսերը։ Թերթի տեղեկություններով այցի նպատակները ներառում են բիզնես հետաքրքրություններ, իշխանությունների տարբեր շրջանակների հետ հանդիպումներ։ Առայժմ հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված է թե ոչ։ Հավանական է համարվում, որ այցը կազմակերպել է Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը, որպեսզի շեֆին ապացուցի իր գործունեության արդյունավետությունը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ազգային ժողովի միջանցքերում վերջին օրերին նկատելի է լարվածություն։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության մի շարք պատգամավորներ բացահայտ կամ քողարկված դժգոհություն են արտահայտում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հասցեին։ Իշխանական շրջանակներում վաղուց են դժգոհում Վարդապետյանի պահվածքից, ընդգծելով, որ նա գոռոզ ու հպարտ է, քիչ է շփվում իշխանության ներկայացուցիչների հետ եւ պահպանում է բացառապես ուղիղ կապ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս ֆոնին խորհրդարանում ավելի ակնառու է դառնում այն հակասությունը, որ մյուս ուժային կառույցների ղեկավարները առանց խուսափելու ներկայանում են ազգային ժողովում հաշվետվություններով ու զեկույցներով։ Մինչդեռ դատախազի փոխարեն այս անգամ բյուջեն ազգային ժողով էր ներկայացրել գլխավոր քարտուղարը։ Սակայն Վարդապետյանը կարծես չի էլ մտահոգվում այս վիճակից։ Ամեն անգամ, երբ նա գալիս է ազգային ժողով, այս խոսակցությունները կրկին ակտիվանում են, բայց դատախազը ցուցադրաբար խուսափում է ԿՊԱ-ականների հետ ոչ պաշտոնական շփումներից, նույնիսկ ջուր ու սուրճ չի խմում նրանց հետ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրի վարչության որոշ անդամներ մտահոգ են նախընտրական ցուցակի ձևավորման գործընթացի կապակցությամբ։ Փաշինյանը որոշել է քաղաքացիական պայմանագրի համագումարի պատվիրակները պետք է ընտրեն 2026 թվականի նախընտրական ցուցակի առաջին 30 համարներին։ Չնայած սա օրենքի պահանջ է, սակայն ղեկավար մարմնում ոմանք առաջարկել են նախապես վարչությունում ընտրել այդ 30-ին, բայց Փաշինյանը կողմ է համագումարի ընտրիչների կողմից ընտրությանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է նախորդ կիրակի Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին քննչական կոմիտե կանչած քննիչը այլևս չի հետաքրքրվում այդ գործով։ Նոր ծանուցումներ չկան, իսկ հոգևորականների քննչական գնալու պատրաստակամությունը փաստացի մերժվում է։ Գրում է թերթը։ Հետ կայքը գրում է գործադիր մարմնի կառավարության եւ վարչապետին ենթակա մարմինների 72 պաշտոնյա 2024 թվականին մոտ 578 միլիոն դրամին համարժեք կրիպտո արժույթ է հայտարարագրել։ Նրանց նախընտրած կրիպտոն բիթքոինն է մոտ 295 միլիոն դրամ, այնուհետև Fast Token-ը 192 միլիոն դրամ։ 2024-ին գործադիր մարմնի պաշտոնյաներից արժեքով ամենաշատ կրիպտո արժույթ հայտարարագրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Ըստ ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի 7 անուն կրիպտո արժույթ ունի նա, որոնց ընդհանուր արժեքը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի փոխարժեքով մոտ 282 միլիոն դրամ է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը 2024 թվականին հայտարարագրել է 5 անուն կրիպտո արժույթ։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի փոխարժեքով գումարային արժեքը կազմում է մոտ 63 միլիոն դրամ։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն ունի մոտ 99 միլիոն դրամին համարժեք կրիպտո արժույթ։ Նրա միակ ունեցվածքը Fast Token-ն է։ Գրում է կայքը։